առաջիկայում ծանր այլ մարտահրավերներ կան, սահմանադրական հանրաքվե։ Իդեպ միակ մարդը, որ շահագրգռված է, որ այդ հանրաքվեն տեղի չունենա, որ սահմանադրությունը չփոխվի, դա Ալիևն է, որը իդեպ անընդհատ պահանջներ է ներկայացնում սահմանադրությունը փոխելու, որտեղ չփոխել սահմանադրությունը կնշանակի նրան շարունակել հնարավորություն տալ գրպանում ուղղակի լեգիտիմ առիթ անընդհատ հայ ժողովրդին բնորոշել որպես տարածքային հավակնություններ ունեցող եւ ռևանշիստ եւ օրինակ ինչու՞ չէ հարմար պահ գտնել Հայաստանի վրա հարձակվելու։ Մենք այդ հնարավորությունից պիտի զրկենք Ալիևին, թույլ չտանք եւ պիտի գնանք այդ փոփոխություններին, բայց չպիտի սահմանադրական փոփոխությունները կապենք բացառապես պրեամբուլայի հետ եւ անկախության հռչակագրի հղման հետ։ Մենք որակապես նոր սահմանադրություն պիտի քննարկենք, ինստիտուտների որակը պիտի փոխենք, ընդհանրապես ուզում եմ, որ պետություն եկեղեցի հարաբերությունների հարցերը կարողանանք սահմանադրությամբ ամրագրել, Հայաստան Սփյուռք հարաբերությունները պիտի այնտեղ ներկայացված լինեն, որտեղ այս վիճակը անհանդուրժելի է։ Եվ սա կարծում եմ մեր առաջիկա ամենամեծ մարտահրավերն է լինելու, քաղաքական դասի գլխավոր անելիքն է լինելու, իդեպ որի մասին գրեթե չի խոսվում։